Ես ձեզ կպատմեմ իմ կյանքի պատմությունը։ Ես շատ էի շրջում երկրով մեկ և ելույթ էի ունենում հանդիսավոր ընթրիքների ժամանակ, և մի օր Տերն ասաց ինձ. «Ես ուզում եմ, որ դու այս աղջկանից դև հանես»։ Ես հարցրի, թե ինչ։ Ես ասացի. «Տեր, ես ելույթ եմ ունենում այսպիսի հաճելի հավաքույթների ժամանակ վերստին ծննդյան մասին քարոզով։ Ես բարի լուրն եմ տանում։ Ես վկայում եմ և պատմում եմ իմ կյանքի պատմությունը»։ Բայց նա ասաց. «Ես ուզում եմ, որ դու այս աղջկանից դև հանես»։ Ես ասացի. «Հիսուս, առաջին բապտիստական եկեղեցում ինձ չեն սովորեցրել դևեր վտարել»։ Բայց նա հարցրեց, թե արդյոք ինձ սովորեցնում են Մարկոսի ավետարանը։ Ես ասացի. «Այո»։ Նա ասաց. «Ես ուզում եմ, որ դու հնազանդվես Մարկոսի ավետարանին։ Ես քեզ կանչել եմ ոչ թե նրա համար, որ դու լսես առաջին բապտիստական եկեղեցուն։ Ես քեզ կանչել եմ, որ դու հնազանդվես Մարկոսի ավետարանին»։ Ես ասացի. «Տեր, ես չեմ ուզում դա անել»։ Ես ասացի. «Տեր, ես երբեք դեռ մարդկանցից հրապարակավ դևեր չեմ վտարել, հովիվների և մնացած մարդկանց ներկայությամբ։ Ես չեմ ուզում դա անել, իսկ նա ինձ հանգիստ չէր տալիս, ինձ հանգիստ չէր թողնում»։ Ես հարցրի Հիսուսին, թե ինչ դև կա այս աղջկա մեջ։ Նա ասաց, որ այս աղջկա մեջ պղծության դև կա։ Նա պառկել է քաղաքի բոլոր տղաների հետ, ովքեր դեմ չեն եղել։ Նրան վտարել են հոգեգալստական քոլեջից, նա նույնիսկ չի կարող ապրել աղջիկների կացարանում, որովհետև չափազանց պղծասեր է։ Իսկ նա ասաց. «Ես սիրում եմ նրան, և միակ պատճառը, որ նա այդպիսին է, և չի կարող ընդունվել աստվածաշնչյան քոլեջ, դա նրա պղծությունն է»։ Նա ասաց, որ նրա մեջ դև է մտել, դա դևն է արել այդ։ Եվ ես ուզում եմ, որ դու խոսես նրա հետ իմ անունով և վտարես պղծության դևին այս աղջկանից։ Ես ասացի. «Հիսուս, այս հոգեգալստականները չէ որ գիտեն, որ ես բապտիստ եմ»։ Ես ասացի. «Այս հոգեգալստական դոկտորները, ուսուցիչները և հովիվները քեզ ինձնից լավ գիտեն»։ Ես ասացի, որ նա հաճախում է նրանց դպրոցը։ Նա ասաց. «Ես չեմ կարող դիմել նրանց օգնությանը, որովհետև նրանք նահանջել են»։ Նա ասաց. «Նրանք նահանջել են, իսկ ես դեռ նույնիսկ չէի էլ սկսել»։ Բայց նա ասաց. «Ես ուզում եմ, որ դու սկսես այսօր երեկոյան։ Գիտես, նույնիսկ եթե դու դոկտոր ես, դու միևնույն է կարող ես դադարել դևեր վտարել, դուրս գալ Աստծո կամքի սահմաններից, և եթե դու երբևէ դադարես դևեր վտարել, դու դուրս կգաս Աստծո իշխանության տակից։ Ես հուսով եմ, որ դուք դա հասկանում եք»։ 18 տարի առաջ Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի Հովարդ Ջոնսոն մոթելում Հիսուսն ինձ պատմեց այդ մասին։ Ես դա կհիշեմ մինչև իմ կյանքի վերջը։ Նա ասաց. «Որդի, ես քեզ կանչում եմ առաջնագիծ, որպեսզի դու դևեր վտարես իմ անունով»։ Ես հարցրի. «Թե իրոք»։ Եվ նա ասաց. «Ես առատորեն կօրհնեմ քեզ, բայց ես ուզում եմ, որ դու երբեք չդադարես դա անել»։ Նա ասաց. «Իմ ծառաներից գրեթե բոլորը, երբ դառնում են իսկապես հայտնի, ստանում են դոկտորի աստիճան և դառնում են շատ ճանաչված, դադարում են դևեր վտարել»։ Նա ասաց. «Ես ուզում եմ, որ դու երբեք չդադարես»։ Նա ասաց. «Պարզապես սովորիր ապրել արդար, աղոթիր հոգով և կարդա իմ խոսքը»։ Նա ասաց. «Երբ դու դիմես դևին, նա քեզ կհնազանդվի»։ Նաև ասաց, որ դու երբեք չպետք է դադարես դևեր վտարել։ Եվ ես 18 տարի առաջ Տիրոջն ասացի, որ երբեք չեմ դադարի դևեր վտարել։ Ես կվտարեմ դևեր, երբ դուք ինձ հաջորդ անգամ տեսնեք, և դուք կհարցնեք, թե իսկ եթե ես դոկտոր դառնամ, բայց ես արդեն 3 տարի է, ինչ ստացել եմ դոկտորի աստիճան։ Պարզապես ոչ մեկին այդ մասին դեռ չէի ասել։ Ես միևնույն է, անընդհատ դևեր եմ վտարում։ Դուք ասում եք, թե դու այն մարդկանցից ես, ովքեր դևեր են տեսնում ամեն թփի հետևում։ Ոչ, ես տեսնում եմ 3 դև ամեն թփի հետևում։ Այն ամենը, ինչը հաղթանակ չի բերում, սատանայից է։ Այո, այն ամենը, ինչը հաղթանակ չի բերում, սատանայից է։ Այն ամենը, ինչը քեզ զրկում է հաղթանակից, դա սատանայից է։ Ես զարմանում եմ, թե ինչու չես ընդունում, որ դա սատանայի ձեռքի գործն է և չես կապում այդ հիմարությունը Հիսուսի անունով, որպեսզի այն ընդմիշտ հեռանա ձեզանից և չխոչընդոտի Աստծո կամքին, չխոչընդոտի ձեզ կարդալ Աստվածաշունչը և ապրել Աստծո կամքով։ Դիմիր Աստծուն և ասա. դա գրված է խոսքի մեջ և Հիսուս Քրիստոսի անունով։ Սա իմն է, սա իմն է, սա իմն է, սա իմն է։ Սուրբ Հոգին կգադարի դա ձեզ համար, որովհետև նա կլսի ձայնը երկնքից։
Սուրբ Հոգին չի կատարում ձեզ համար հրաշքներ միայն այն պատճառով, որ նա դեռ չի լսել ձայնը երկնքից, եւ նա երբեք չի լսի ձայնը երկնքից, քանի դեռ ձեր հավատքը եւ աղոթքի կյանքը հաճելի չեն Աստծուն։ Ձեր հավատքը, ձեր աղոթքի կյանքը եւ ձեր շուրթերը պետք է հաճելի լինեն Աստծուն, իմ եղբայրներ եւ քույրեր, եթե դրանք հաճելի չեն Աստծուն, ապա Աստված երբեք չի հավանի ձեր աղոթքները։ Հիսուսը կփարեխոսի ձեզ համար Աստուծո առաջ որպես փաստաբան եւ կփորձի համոզել ամենագարող Աստուծուն տալ ձեզ ձեր ցանկացածը, բայց Աստծուն պետք է անսասան հավատք, որը երբեք չի փոխվում, երբեք չի փոխվում, երբեք չի փոխվում։ Եվ երբ ես Տիրոջն ասացի, որ չեմ ուզում վտարել Դևին այդ աղջկանից, նա ասաց. «Ես հետևել եմ քեզ, դու շրջել ես երկրով մեկ, ելույթ ես ունեցել մեծ ընթրիքների ժամանակ եւ ասել ես մարդկանց, թե որքան ուժեղ ես սիրում ինձ, եւ ես լսել եմ քեզ։ Դու նորից ու նորից շրջում ես երկրով մեկ եւ ասում ես, որ սիրում ես ինձ եւ պատմում ես այն մասին, թե ես ինչ եմ արել քեզ համար»։ Իսկ Հիսուսն ասաց. «Այսօր երեկոյան ես պահանջում եմ, որ դու ցույց տաս քո սերը իմ հանդեպ։ Տեսնում եք, եկեղեցում շատ կան նրանք, ովքեր սիրում են Հիսուսին, բայց նրանք չեն սիրում ավետարանը»։ Թե ինչ է նշանակում չսիրել ավետարանը։ Դա այն է, որ դու չես հետևում նրան։ Ես նույնպիսին էի։ Ես տարիներով շրջում էի երկրով մեկ եւ ելույթ էի ունենում ընթրիքների ժամանակ, պատմելով մարդկանց, թե որքան ուժեղ եմ սիրում Հիսուսին եւ որքան շատ բան է նա արել ինձ համար, բայց ես չէի այցելում հիվանդանոցներ, չէի վտարում դևեր եւ չէի բաժանում թերթիկներ։ Իմ սերը Հիսուսի հանդեպ ինչ որ մագերեսային էր, ինչպես եւ քոնը։ Եթե դու ոչինչ չես անում նրա համար, եթե սիրում ես նրան, ցույց տուր նրան քո սերը, եւ դու կստանաս օրհնություն։ Տերն ասաց, որ նա ուզում է, որ ես վտարեմ նրանից Դևին, վտարեմ պղծության Դևին այդ աղջկանից։ Նա իրավունք ունի ազատ լինելու։ Գինն արդեն վճարված է։ Կատարիր դա։ Ես ասացի. Տեր, ես չեմ ուզում։ Նա ասաց. բայց ես ուզում եմ, որ դու դա անես։ Ես ասացի. բայց Տեր, ես չունեմ այդպիսի ուժ։ Ես ասացի. տուր ինձ ուժ, եւ ես կանեմ դա։ Նա ասաց. դու պետք է հասկանաս մի բան։ Ես սիրում եմ նրան եւ նրա նմաններին, եւ եթե դու պատրաստվում ես աշխատել ինձ համար, դու պետք է դա հասկանաս։ Ես փորձեցի համոզել նրան բերել պրոֆեսորների, դոկտորների եւ հոգեգալստական քահանաների, որպիսի նրանք վտարեն նրանից Դևին։ Բայց Հիսուսն ասաց ինձ. ոչ, ես չեմ կարող նրանց օգտագործել, որովհետև նրանք հեռացել են։ Դուք ինքներդ պետք է որոշեք, թե որն է ավետարանի ձեր տարբերակը։ Երբ հանդիպում եք դևերով բռնված մարդու, պատրաստ եք ասել Հիսուսի անունով. դուրս արի այդ մարդուց, բաց թող նրան, Սատանա, ես քեզ հետ չեմ հաշտվի, հանգիստ թող նրան, դուրս արի նրանից։ Դուք պատրաստվում եք աճել Տիրոջ մեջ, ինչպես նրանք են ասում, եւ նստել ձեր սեղանի շուրջ։ Հիմա ես այսինչ դոկտորն եմ, այո, եւ ես հիվանդ եմ, ինչպես եւ դուք։ Դուք հիվանդ եք։ Եթե երբևէ դադարեք հնազանդվել Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանին, դուք հիվանդ կլինեք։ Դուք հիվանդ եք կրոնական իմաստով։ Ձեր միտքը հիվանդ է։ Ես հույս ունեմ, որ դուք դա հասկանում եք։ Ինձ համար մեկ է, թե ով եք դուք եւ որտեղից։ Աստված գրել է ավետարանը ոչ միայն ինձ համար։ Կարող եք վստահ լինել։ Դուք հին ծույլ եք։ Դուք ինքներդ կարող եք ստիպել դևերին հեռանալ։ Դուք կարող եք դա անել։ Այն ամենը, ինչ ես կարող եմ անել Հիսուսի անունով, կարող եք անել եւ դուք։ Եվ Հիսուսի անունով դուք կարող եք անել այն ամենը, ինչ ցես կհրամայի Տերը։ Դուք կարող եք դա անել։ Դուք Սալի Սմիթը չեք Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի Սպրուս Սթրիթ փողոցից, եւ դուք ոչ մեկ չեք։ Ես պարզապես մի փոքրիկ կին եմ, պարզապես մի փոքրիկ աղջիկ։ Տերն ինձ երբեք չի օգտագործի։ Ես ի նկատի ունեմ նորվել։ Դուք հասկանում եք, ես ոչ մեկ եմ։ Մի ասեք այդպես, թե ինչ է նշանակում, որ դուք ոչ մեկ չեք, դուք ոչնչով վատը չեք մյուսներից, դուք կկանգնեք դեմ առ դեմ Սատանայի հետ, եւ կասեք. Հիսուսի անունով, հեռացիր նրանցից, եւ նա կհնազանդվի ձեզ, ինչպես եւ ինձ, նա կենթարկվի ձեզ նույնքան արագ, որքան եւ ինձ։ Ավետարանը անվճար է բոլորի համար, այլ ոչ թե միայն ընտրյալների համար։ Ավետարանը անվճար է բոլորի համար։